Որոշ պաշտպանության փոխնախարարը ասաց, որ սահմանային գրակոծները շատ սակավաթիվ են եւ վտանգ չեն պարունակում։ Նախ ինչ տվյալներ ունեք, արդյոք սակավաթիվ են ոչ հասցեական եւ արդյոք վտանգ պարունակում են թե ոչ։ Ինձ համար առնվազն զարմանալի արդեն չասեմ, որտեղ այս իշխանությունների օրոք տարբեր նմանատիպ հայտարարություններ լսել ենք, բայց համենայն դեպս նույնիսկ փաստագրված տվյալներ կան, թե ինչպես են կրակոցներն ուղիղ տան տանիքների ուղղությամբ լինում, այսինքն ասել, որ հասցեական չեն կրակոցները, մեղմ ասած սուտ է, բայց նաև երբ որ պաշտպանության նախարարությունն է նման հայտարարություն տարածում, այդ ուղղակի անընդունելի է, խայտառակություն է, որովհետև ի վերջո սահմանին ապրող մարդիկ ամենօրյա ռեժիմով զգում են ադրբեջանական ագրեսիան, զգում են կրակոցները, իմիջիայլոց կամ թիրախային են կրակում, կամ եթե նույնիսկ օդ են կրակում, իրենք հենց այնպես օդ չեն կրակում, դա եւս տերորի նշանակություն ունի, դա եւս կոնկրետ թիրախավորման նշանակություն, այսինքն վախի մթնոլորտում պահելու, մարդկանց վախի մթնոլորտում պահելու նշանակություն ունի։ Սա կարծում եմ որևէ մեկի համար նորություն չի, որովհետև Ադրբեջանի շարունակական այս ագրեսիվ քաղաքականությունը եւ որևէ этаպում կանգ չի առել, եւ չնայած այն շարունակական հայտարարությունների այս իշխանությունների կողմից, որ գնում են խաղաղություն հաստատելու ճանապարհով, ակնհայտ է, որ Ադրբեջանը որևէ կերպ տրամադրված չէ խաղաղության գնալու, եւ դա վկայում է ինչպես հողի վրա կատարած իր գործողություններով, այսինքն կրակոցներով եւ շարունակական վախի մթնոլորտ ստեղծելով, այնպես էլ նաեւ այնպիսի հայտարարություններով, ինչպիսին օրինակ Բայրամովն էր արել, եւ Սահմանադրության փոփոխության մասին եւ մի շարք այլ նախապայմանների մասին, որոնք շարունակաբար խոսում են, բայց այս իշխանություններն ականջները կարծես թե փակում են, չլսելու են տալիս, իրենք իրենց օրակարգով գնալու, որը իսկապես որևէ տեղ չի տանում։ ԵԱՀԿ-ի Մինսկի լուծարման հետ կապված նշվեց հայկական կողմից էլ, որ երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, այդ նույն օրը կարող են նաեւ դիմում վղել ԵԱՀԿ Մինսկի խմբը լուծարելու համար, սա ինչ վտանգներ կարող է պարունակել։ Տեսեք, Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը ոչ Ալիևն է ստեղծել, ոչ էլ առավել եւս Նիկոլ Փաշինյանն է ստեղծել։ Դա ստեղծել է ԵԱՀԿ կարևորագույն կազմակերպությունների մեկի ֆորմատի ներքո եւ խնդիր ուներ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու։ Հիմա եթե այս իշխանություններն ուզում են ասել, որ հակամարտությունը կարգավորված է, ապա դա ուղղակի Ադրբեջանի հերթական խոսույթի սպասարկումն է եւ ուրիշ ոչ մի բան։ Եվ ակնհայտ է, որ եթե ինչ-որ փուլում նույնիսկ Մինսկի խմբի համանախագահ երկրները միմյանց հետ լավ հարաբերություններ չեն ունեցել հաշվի առնելով պրոքսի պատերազմը Ուկրաինայում, ապա մենք հիմա տեսնում ենք, որ գոյություն են բանակցություններ, եւ այդ բանակցությունները կարող են բերել նրան, որ հարաբերությունները կարգավորվեն նաեւ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի, եւ այդ ֆորմատը կարող է նորից գործուն ֆորմատ դառնալ։ Ի վերջո մենք ունենք մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ, ունենք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարց, որը պետք է սպասարկվի, ունենք գույքային իրավունքների հարց, որ պետք է սպասարկվի, ունենք ռազմագերիների հարց, որը պետք է լուծվի, եւ եթե այդ ֆորմատը գոյություն ունի, հասկանալի Ադրբեջանն ինչի ուզում լուծարել, բայց այդ դեպքում Նիկոլ Փաշինյան, դու ինչի համար ես ուզում լուծարել այդ ֆորմատը։ Ի վերջո այդ ֆորմատը այն ֆորմատն է, որի շնորհիվ կամ որի միջոցով հնարավոր կլիներ լուծել մեր այդ խնդիրները։ Վրաստանի ներգրավելու մասին էր Ադրբեջանը վերջին շրջանում խոսում, ըստ էության Վրաստանի պատրաստակամություններ ընդգծել եւ այլն։ Այս նոր ձևաչափերը ինչքանով են կենսում, սրանք կարող են որևէ բան փոխարինել ըստ էության Մինսկի խմբին, տալ է տարածում։ Իրականում, երբ որ Վրաստանը որևէ հայտարարություն է անում, պետք է հասկանալ, որ խնդիրը բացառապես պլատֆորմն է։ Այսինքն Վրաստանը հասկանալի է, չէ, որ չունի ներուժը, որ ներգրավվածություն ունենա, ազդեցություն ունենա երկու կողմերի վրա։ Սովորաբար երկրները, որոնք ներգրավվածություն են ունենում այն ձևաչափով, որ օրինակ ժամանակին Ռուսաստանն էր, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, նշանակում է, այդ երկրները նաև համապատասխան ռեսուրս ունեն ազդելու երկու կողմերի վրա։ Վրաստանը մաքսիմում, որ կարող է անել, ուղղակի պլատֆորմ տրամադրելն է, ուրիշ ոչինչ, բայց կրկնում եմ, դա բացառապես մեր շահից է բխում, որ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը պահպանվի, որովհետև կրկնում եմ, այն ձևավորել էր որպես միջազգային ֆորմատ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը։ Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնց մասին ես արդեն խոսեցի, եւ քանի այդ խնդիրները լուծված չեն, ուղղակի խոսել ադրբեջանական խոսույթով ու ասել, որ այդ ֆորմատը պետք է լուծարել, հերթական անգամ թշնամու շահերի սպասարկումն է, ուրիշ ոչինչ։